Ինչու այն ամենայնին։ Որևէ մեկն Արմազանը վերադառնալ հարցում եք Բարև իշխան։ Դե լավ, գնամ ընդ։ Բայց կարևոր հարցը Համես վերադառնալով Արցախի ուշանում ենք դրա համար։ Այո։ 2018 թվականի ապրիլին հանրապետության նախագահ ելույթը որտեղ վերջինս ասաց, որ բանակցություններ գործում Այո, շատ լավ հիշում եմ։ Ինչի մասին էր հանրապետության նախագահի վարչապետ դառնալ պատրաստող Սերժ Սարգսյանի ելույթը ասում եք, որ ապավինում էիք Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Արցախի հարցի կարգավորումը։ Պարոն Փաշինյանը խմբի համանախագահության շրջանակներում արդեն հարցը փակուղի էր մտել։ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հարցը փակուղի չէր մտել, Ադրբեջանն էր տորպեդարում բանակցային process-ը, Ադրբեջանն էր ապակառուցողական եւ դրա մասին մեկ անգամ չէ, որ խոսել են համանախագահները եւ այդ թվում 16 թվականի ապրիլյան պատերազմից հետո համանախագահ երկիր Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար պարոն Լավրովը, որ նշել է, որ 11 թվականին Կազանյան փաստաթղթից հրաժարվել է Ադրբեջանը, այլ ոչ թե Հայաստանը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը արեց այնպես, որ բանակցային process-ում տորպեդահարողը դարձավ Հայաստանի Հանրապետությունը, այլ ոչ թե Ադրբեջանը եւ դրանով իսկ կազս բելի ստեղծելով Ալիևին պատերազմ սկսելու համար։ Եթե Ադրբեջանը տորպեդահարում, Եթե չի տորպեդահարում, ինչու գործիքակազմ չէր կիրառում տորպեդահարողին ապակառուցողական բանակցողի նկատմամբ որոշակի գործողություն։ Հարգելիս, Մինսկի խումբը գործիքակազ, Մինսկի խումբը շատ լավ գործիքակազ կիրառում է եւ հայկական կողմի եւ նախագահ Սարգսյանի ջանքերով 16 թվականի ապրիլյան պատերազմից հետո, եթե տեղյակ չեմ, տեղեկացնեմ ձեզ, Իգործ դրվեցի մինչև փակդռները հոկտեմբերին է, ես խոսում եմ հունիսից։ Տեղի ունեցավ Ժնևի, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի մոնիտորինգի մեխանիզմների ներդրումը, որից սկզբում հրաժարվում էր Ալիևը, հետո ստիպված ընդունեց, իսկ այո, շատ ճիշտ եք դուք նշում, փակդռների հետևում է 16 թվականի հոկտեմբերի 7-ին Ալիևն ասեց, որ միջազգային հանրությունը իրենից պահանջում է ճանաչել Արցախի անկախությունը։ Բայց չեք շարունակությունը ասում եք, պարոն Շարմազան։ Շարունակությունը ո՞րն է։ Ո՞րն է։ Բայց դա երբեք տեղի չի ունենա։ Երբեք տեղի չունենա, որոշող Ալիևը չէր։ Այսինքն իր ներքին լսարանի համար արած հայտարարություն։ Դա ներքին լսարանի համար արած հայտարարություն չէր։ Պարոն Փաշինյանին առաջարկեք, թող հրապարակի 19 թվականին, ապրիլ-հունիս ամսին, Մինսկի խմբի համանախագահների կողմից իրեն առաջարկված փաթեթը, ըստ որի Արցախը ունենալու էր միջանկյալ կարգավիճակ եւ Արցախին հնարավորություն է տրվելու հանրաքվեով հասնել իր անկախության։ Ասեք, թող Փաշինյանը հրապարակի, տեսում։ Պարոն Շարմազանov, իսկ դուք ինչ եք հրապարակում։ Կտակ ստեղի նկարազները դատարկեմ իմ նոտբուք։